Մինչ համամի պատմությանն անցնելը մեկ դիտարկում։ Արևելյան Անատոլիայի քաղաքների և գյուղերի բնակչությունը բազմաշերտ է, արագ տեմպերով զարգացող, միևնույն ժամանակ խիստ ավանդապաշտ։ Արևելյան այդ խայտաբղետության մեջ կարելի է հանդիպել և չոքած նամազ անող հավատացյալների և ժամանակակից սանրվածքով, հագ ու կապով երիտասարդների և գլխաշորով փաթաթված ագահորեն ծխող ջահել աղջկա։ Վերջինս իհարկե սիգարետի ծուխը կուլ է տալիս բոլորի աչքից հեռու ոչ մարդաշատ վայրերում, փողոցներում, խանութներում և ռեստորաններում նման բան չես տեսնի։ Անցնենք համամի պատմությանը։ Համամը թուրքական բաղնիքի ամենատարածված հարգի տեսակն է։ Կարսի միջնաբերդի տակ ծվարած այս համամն օրինակ վերածվել է թանգարանի, ավելի ճիշտ մշակույթի կենտրոնի, որի համակարգող Ահմեդ Նաքին մեր նկարահանող խմբին ընդունեց ջերմորեն և ուղեկցեց ներս։ Նեղլիկ միջանցքներով անցնելով կենտրոնում հանդիպեցինք շոգեհարվելու համար նախատեսված մեծ սալաքարին, որը թուրքերն անվանում են պորտաքար։ Համամն ունի մի քանի բաժիններ, հանգստի համար առանձնացված սենյակներով։ Մեր ուղեկցորդները ճարտարապետ Ահմեդ Նաքին և քանդակագործ Մեթին Դողրու Քարթալը սկսեցին նկարագրել իրենց այդ մշակույթի մանրամասները։ Այստեղ եղել են քարաշեն գյուռերը, որտեղ լցվել է եռացրած ջուրը։ Փոքրիկ տարաներով այստեղից վերցրել են ջուրը, լցրել իրենց վրա և լողացել։ Իսկ այստեղ պառկել են ու շոգեհարվել, քրտնել, որից հետո կատարվել է մերսման պրոցեսը։ Այստեղ մենք շատ ավելի հետաքրքիր նմուշներ տեսանք, օրինակ Գյումրիի թիվ 6 դպրոցին շատ նման շենքի այս մանրակերտը և 19-20-րդ դարերի Կարսի լուսանկարները, որքան էլ զարմանալի էր մեզ համար, լուսանկարներում պատկերված էին խաչազարդներ եկեղեցիները։ Իսկ սա արդեն թուրքական գործող համամ է, որտեղ տիրող ահավոր շոգին և գոլոր շունչ դիմացավ անգամ մեր տեսախցիկը։ Նրան ուշքի բերելուց հետո մենք փորձեցինք այստեղ նկարահանել այն ամենը, ինչ հնարավոր էր։ Համամի սեփականատեր Էրդալ Օքումուշը շտապեց որոշ տեղեկություններ հաղորդել մեզ։ Պարզվեց, որ թուրքական այս բաղնիքը բավականին հին է, հիմնադրվել է 1940 թվականին և անընդմեջ գործում է մինչ օրս։ Ամեն օր այցելում է մոտ 100 մարդ, ծառայության արժեքը 20 թուրքական լիրա է։ Գիտակցում ենք, որ ուրիշի փողերը չեն հաշվում, այնուամենայնիվ հետաքրքրությունը մեծ էր և մեր մոտավոր հաշվարկը զարմացրեց մեզ։ Էրդալի օրվա եկամուտը մոտ 2000 լիրա է, գրեթե 1400 ամերիկյան դոլար։ Hamamımızda 3 bölüm mevcuttur. Bir masaj, keser. Մեր համամը ունի 3 բաժին՝ ընդհանուր սաունան, մերսման սենյակը և քիսայի տրորվելու բաժինը, իսկ կենտրոնում պորտաքարն է։ Պարտադիր պրոցեդուրաների ակտիվ մասնակից է այս պատանին, որին մեր վարորդը կնքել էր համամի Գիքոր անունը։ Լիմոնով թեյի մատուցումը ևս նրա աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Համամի ներսում ջերմաստիճանը շատ բարձր է, 80 աստիճան։ Կենտրոնի սալաքարն ավելի բարձր ջերմաստիճան ունի, որպես վառելանյութ օգտագործում ենք փայտածուխը։ Էրդալը չմոռացավ նշել, որ համամը առանձին մշակույթ է, և ինչքան էլ գիտությունն ու տեխնիկան զարգանա, ինչքան էլ ստեղծվեն ժամանակակից լոգարաններ ու լողավազաններ, համամը մնում է համամ։ Այստեղ այցելելը պարտադիր է բոլորի համար։ Էդվարդ Մխիթարյան, Արտյոմ Ադամյան, Կարսից Գալանյուսի համար։